Դեռ փետրվար ամսին Հանրապետության հրապարակին հարակից Վազգեն Սարգսյան փողոցի միջանկյալ պուրակում մեկնարկել էին Երևան 2750 շատրվանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ընթացքին անդրադարձել էինք մեր նախորդ թողարկումներից մեկում։ Այս ինքնատիպ ջրային ավազանը շահագործման էր հանձնվել 1968 թվականին եւ մինչ օրս միայն ընթացիկ նորոգումների էր ենթարկվել։ Նմանատիպ ծրագրերը միտված են մեր քաղաքի տեսքի բարձրացմանը, քաղաքապետը շատ մեծ ոգևորությամբ եւ շատ մեծ բարձր գնահատանքով է մոտենում նմանատիպ ծրագրերին։ Այժմ արդեն շատրվանի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Վերանորոգմանը ենթարկվել եզրաքարերը, հղկվել են, կոտրվածները փոխվել են, ջրավազանների ներսում արդեն բետոնապատման աշխատանքներն են ավարտվել, փոխվել են ամբողջությամբ խողովակաշարերը, ճնշախողովակները եւ տեղադրվել են սալիկները։ Շատրվանային համալիրի նախնական նախագծային լուծումները չեն փոփոխվելու, քանի որ ջրավազանը կառուցվել է հենց Երևանի 2750-րդ տարեդարձի կապակցությամբ եւ ունի նույնքան ջրամղիչ խողովակներ։ Մեր շինարարները ջանք ու եռան չեն խնայում, որպեսզի մայրաքաղաքի շատրվանների մեկնարկին արդեն այս ամբողջ կառույցը պատրաստ լինի շահագործման։ Նկատենք, որ այս աշխատանքները Երևանի քաղաքապետարան մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկն է, ընդ որում այն լինելու է շարունակական։ Խաչատուր Տոնոյանը վստահեցնում է, որ Հայ բիզնես բանկը առաջիկայում մտադիր է ընդլայնել համագործակցության եզրերը Երևանի քաղաքապետարանի հետ, ինչից նախ եւ առաջ կշահեն մեր քաղաքն ու մենք, նրա բնակիչները։ Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պատասխանատու կառույցների առջև խնդիր է դրվել ուսումնասիրել ժամանակին կառուցված եւ այժմ անգործության մատնված ջրային կառույցների խափանման պատճառները եւ քայլեր ձեռնարկել դրանք եւս առաջիկայում վերագործարկելու ուղղությամբ։